ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ։ Իշխող ուժը դեմ է, որ մայրօրենքում լինի անկախության հռչակագրին հղում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը ջնջելը Ադրբեջանի պահանջն է։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկար ժամանակ հայտարարում էին, թե սահմանադրություն փոխել-չփոխելը Հայաստանի ներքին գործն է։ Հետո էլ Սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, ոչ մի տարածքային պահանջ չկա մայրօրենքում։ Անկախության հռչակագրի հիշատակումը իրավական ուժ չունի։ Փաշինյանը բարձր դատարանի որոշմանը հղումանելով էր արձագանքում Բաքվին, թե հարևաներից տարածքային պահանջ չունի Հայաստանը, բայց ադրբեջանական իշխանությունը չնահանջեց, խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրեց հարցը։ Ով համաձայնա, եկեք իմ հետևից։ Նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ, արդարադատության նախարարը խոստացել է այս ամիս կլինի, ու մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փաստացի ամենաղմկոտ հարցի պատասխանը տվեց, անկախության հռչակագիրը չի լինի։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի անկախության հռչակագիրը չէ, որ համարում է պատերազմի վտանգ։ Ըստ նրա, Արցախից ու ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների մասին խոսելն էլ է վտանգավոր, նույնիսկ երբ եկեղեցում է ու խորանից։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացանք։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Փաշինյանը 2 օր է զգուշացնում է, ով խոսում է Արցախից ու արցախցիների իրավունքներից, պատերազմի հրձիգ է։ Կաթողիկոսին է հռչակել պատերազմի կուսակցության առաջնորդ։ Ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդություն, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Գարեգին II-ն է վերջին տարիներին միջազգային հարթակներից խոսում հայ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Արցախի թեման պատերազմի վտանգ համարել օրակարգը հայկական չէ։ Փաշինյանի ելույթներից համոզվել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեգամ Ստեփանյանը։ Այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, դա Ադրբեջանից եւ Թուրքիայից թելադրվող օրակարգ է։ Ըստ Ստեփանյանի, Արցախի թեման պատերազմի կրակ ներկայացնելով Փաշինյանը հող է պատրաստում նոր ճնշումների համար, ով այդ թեմայից խոսի, կասի պատերազմի կոչ է։ Նա մարդկանց վախեցնում է, որ այդ թեման ընդհանրապես մոռանան։ Արցախցիները շարունակելու են խոսել իրենց իրավունքներից ու պայքարել դրանց համար։ Մենք մեր դիմադրությունը մշտապես ցուցաբերել ենք, ասելով, որ չի կարող Բաքուն, Երևանը կամ այս բaragայում Ստրասբուրգը որոշի, որ գոյություն չունեն տեղահանված մարդիկ եւ նրանց տեղահանությունը ուղղակի նորմալացնեն, աչք փակեն, անտեսեն ու իրար գովեն խաղաղության հաստատման համար։ Հիմա մենք տեսնում ենք հաջորդ փուլը, ըստ էության Նիկոլ Փաշինյանը ըստ էության հայտարարում է, որ խոսում է դրա մասին, նա պատերազմ է ուզում։ Հեսա վստահ եմ, որ իր քարոշ չամեքենան առաջիկա ժամանակահատվածում ինտենսիվորեն ֆեյքերով, ինչ բոլոր հնարավոր միջոցներով կսկսի հայ ժողովրդի ականջներին փաթաթել նաև այդ թեզը։ Որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարկության բոլոր կանոնները։ Անկախության հռչակագրի ու Արցախի թեման պատերազմի կրակ համարող Փաշինյանը 3 օր առաջ էլ Եվրոպայի բարձր ամբիոնից հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ԽՍՀՄ գործակալներ որակեց։ Հայտարարեց, թե պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել։ Իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են
պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Մայրաթորից այսօր արձագանքել են Փաշինյանի ելույթին։ Հայոց եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումներով օտար ազդեցության գործակալ պատերազմի կուսակցություն փորձում է եկեղեցու նկատմամբ իշխանությունների անօրեն գործողությունների եւ ծրագրվող բռնաճնշումների համար արդարացման հիմքեր ստեղծել, հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը։